Անցնող ամռանը գործող ռեժիմը մի շարք բռնաճնշումներ իրականացրեց իր քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ բացառություն չէր նաեւ սրբազան պայքարը եւ այդ բռնաճնշումների շրջանակներում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին կեղծ եւ շինծու մեղադրանքներով, նրանց մեկն էր նաեւ Հայաստան կին քաղաքական բանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, ում այսօր հյուրընկալել ենք Anti-Fake-ի տաղավարում, Բարոյցտիկին Մանթաշյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել ազատության մեջ եւ մեր տաղավարում եւ նաեւ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ, բայց իմ ազատության մեջ գտնվելը շատ փոքր հաղթանակ է, ժողովրդական հաղթանակ իհարկե, բայց փոքր հաղթանակ է, հուսով եմ շուտով մեր մյուս քաղբանտարկյալներն էլ կլինեն ազատության մեջ, նաեւ ձեր տղաները, մեր տղաները։ Ես նշեցի, որ անցնող ամռանը ռեժիմը մի շարք հարձակումներ իրականացրեց իր քաղաքական դիմախոսների նկատմամբ, ինչի մասին էր 18 արդարների գործ այդ բռնաճնշումները եւ ինչ նպատակ ունեին նրանք իրականացնելով այդ հանցագործությունները իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Տեսեք, իրենք մեզ մեղադրում են ահաբեկչության մեջ, բայց այսօր ամենամեծ ահաբեկիչներն այս երկրում իրենք են։ Այսօր երկիրն ունի համար 1 ահաբեկիչ, որը Նիկոլ Փաշինյանն է, եւ ահաբեկչական խումբը մնացած մարդիկ են, ովքեր օժանդակում են իրենց։ Այն ինչը որ իրենք արեցին մեր գործով, դա ժողովրդին ահաբեկել էր, ցույց տալ, որ տեսեք Հայաստանում գոյություն ուներ մի շատ վտանգավոր խումբ, որին մենք վնասազերծեցինք, բայց իրականում որ ինչ-որ բոբո բաներ էր անում։ Հա, շատ վատ բաներ էին անում, ինչ-որ աստղիկներ էին նման գալիս, հա, պայթուցիկներ պիտի գտնեին, ասենք, ինչպես եք պատկերացնում օրինական զենքով մարդիկ ահաբեկչություն իրականացնեն, դա աբսուրդ է ուղղակի։ Այսինքն մեր գործով, նաև մյուս իրենց արարքներով իրենք ահաբեկում են ժողովրդին։ Հիմա որ այսօր Վազգենն ու Նարեկը գտնվում են անազատության մեջ, դա ահաբեկչության ձև է, վախեցնում են մարդկանց, ասում են տեսեք, հեսա մյուսներդ էլ կարող եք հայտնվել։ Մի հատ փորձեք մեր դեմ ինչ-որ մի բան ասեք, մյուսներդ էլ հայտնվելու եք ճաղերի ետևում։ Մայրաթոռի նկատմամբ իրենց գործածը ինչ է։ Ահաբեկչություն, ասում են վաղը գնում ենք Մայրաթոռ, եպիսկոպոսները հայտարարում են, հա։ Վարչապետ կոչվածն էլ այդպես սատարում է իրենց, ասում է այո գնացեք, ճիշտ է ձեր պահանջը ու ահաբեկում են հայ ժողովրդին, դրա համար հայ ժողովուրդը արդար պահանջով դուրս է գալիս այդ ահաբեկիչների դեմ։ Այս երկրում ասում եմ իրենք են ահաբեկիչները, մենք ահաբեկիչ չենք։ Իրենք ինչ որ ձայնագրություն էին տարածել, որտեղ Բագրատ Սրբազանը ասում էր ինչ որ 2 հոգու պետք է գնդակահարեն, հետագայում պարզվեց, որ որևէ 2 հոգի չկան, որոնց պետք է գնդակահարեր Բագրատ Սրբազանը։ Եվ այդպես այդ կասկածով մեզ տարան, կասկածով չէ, այդ շինծու ձայնագրության հիման վրա մեզ տարան բանտ։ Ես 5 ամիս եմ եղել բանտում, Բագրատ Սրբազանը եւ մեր եւս 2 տղա եւս 3 ամիս կլինեն բանտում, այդ ձևով ահաբեկում են բոլորին, ովքեր կարող են իրենցից տարբերվող կարծիք ունենալ։ Ինչու են նրանք վախենում ձեզ այլակարծությունից, հա? Մենք տեսնում ենք, որ ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, նրանք թիրախավորում են բոլոր նրանց, ովքեր ունեն անդիմադիր տեսակետ կամ այլ կարծիք։ Լավ, եթե իրանք համարում են, որ իրենք ժողովրդավարական ընտրություններով կարողացել են իշխանության հասնել, հա, օրինակ 2021 թվականին, ապա եթե իրենք ունեն ժողովրդի աջակցությունը իրենց ասելով, ինչու են վախենում նրանք այլակարծությունից։ Իրենք ասում են, որ ունեն ժողովրդի աջակցությունը, բայց բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ մինչև 20% աջակցություն ունեն իրանք այսօր։ Հիմա իրենք ունեն խնդիր ընտրություններին ստանալ, ընտրությունների ներկայացողների քվեների մեծամասնությունը եւ ուզում են կոնսոլիդացնել իրենց այդ խաժամուժ ընտրազանգվածին։ Իրենց նպատակը դա է, հիմա կոնսոլիդացնում են իրենց ընտրազանգվածին ու փորձում են պառակտել վատ բաներ, նյութեր տեղադրելով տարբեր անձանց մասին ընդդիմությունից, փորձում են ընդդիմությանը պառակտել, ցավոք դեռևս դա ստացվում է իրենց մոտ։
Գրեթե 1 ամիս առաջ կալանավորվեցին իմ նմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը եւ կալանավորվեցին այն անձի հաղորդման հիման վրա, որը որ թքել էր քաղաքի կենտրոնում իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա։ Ձեզ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը ինչի մասին է խոսում։ Դե խոսում են նրա մասին, որ չփորձեք որևէ մեկը մեր մասին վատ բաներ ասել ճշմարտությունը մեր մասին։ Բոլորին տանելու են, տեսեք, մեր գործով իրենք ցույց տվեցին, որ ոչ ոք ապահովագրված չի։ Իրենք վերցրեցին տարբեր շրջանակներից մարդկանց, մեզ հետ կա եպիսկոպոս, մեզ հետ կա ազգային ժողովի պատգամավոր, կա կին, կան գործարարներ, կան քաղաքական ակտիվիստ, կա բլոգեր, կա տաքսիստ, հա? Կան 2 գնդապետներ, մեկը պաշտպանության նախարարության, մյուսը ոստիկանության։ Ասում են, որ կա նահատակի հայր, հայրենիքի հայր կա մեզ հետ։ Ռոստի հայրիկն է մեզ հետ։ Ասում են բոլոր շերտերում, ով փորձեց որևէ գործողություն անել, հայտնվելու ճաղերի հետևում։ Դրա մասին է այս ամբողջը։ Ուղղակի իրենք փորձում են ահաբեկել մեզ, բայց մենք այնքան կոփված ենք, որ որևէ մեկը չի ահաբեկվել։ Ինձ հիմա պատահում է դրսում հանդիպում են, ասում են, ո՞նց ես հիմա դու գնում խոսում, չես վախենում, հիմա խոսացողներին բոլորին տանում են բանտ։ Ասում եմ, դες եղել եմ այդ բանտում, գիտեմ ինչ է այդ բանտը, անցել եմ այդ ամեն ինչի միջով ու երբ որ չէի անցել այն ժամանակ էլ էի պատրաստ, որովհետև գիտեի, որ այս ռեժիմը, այդտեղ ժողովրդավարություն չկա, սա դիկտատուրա է։ Շատ վատ բաներ է անելու Նիկոլ Փաշինյանը եւ արդեն սկսել է անել։ Բոլորս կարող ենք հայտնվել ճաղերի ետևում, պետք է պատրաստ լինենք բոլորս էլ, որ կհայտնվենք ճաղերի ետևում։ Հիմա ինձ ասում են, ես էի միակ կին քաղբանտարկյալը, որևէ կին ապահովագրված չի, որ կլինի Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Այնպես որ բոլորին տանելու են ու մի բան կխնդրեմ մեզ դիտողներին, որևէ քաղաքական հետապնդման պարագայում պետք չի խորանալ գործի մեջ հասկանալու, թե ինչ գործ են իրենք փորձել կարել կոպիտ ասած այդ մարդու վրա։ Կլինի կաշառքի գործ, կլինի ինչ-որ վատ արտահայտություն անել, կլինի ահաբեկչություն, չնայած քիչ ապացուցվում է, որ որևէ մեկի տակ իրենք հիմք չունեն, հա, օրինակ մեր գործի պարագայում այդտեղ կալանավորելու քրեական գործ հարուցելու հիմք չկար, քիչ մենք գնալու ենք դրան, հասնելու ենք դրան։ Պետք է առանց նայելու քրեական գործին կանգնենք այդ մարդկանց պաշտպանությանը։ Այսօր 4 սրբազաններ են բանտում, Բագրատ Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Արշակ Սրբազան եւ Միքայել Սրբազան։ Սա չտեսնված բան է հայոց պատմության ողջ շրջանակներում, հա, երբ որ դիտարկում ենք պատմությունը մեր հայկական անկախ պետականության մեջ է աննախադեպ։ Օտար պետությունների տիրապետության տակ որ եղել ենք, ամեն ինչ էլ եղել է։ Շատերի գնահատմամբ նույնիսկ օտարները շատ վատ չեն վերաբերվել եկեղեցուն, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այնուամենայնիվ 4 սրբազան բանտում է, եկեղեցու նկատմամբ այդ հալածանքները, որը որ սկսվել էին մայիս ամսից, ըստ էության շարունակվում են, նախորդ շաբաթ ասպատակության փորձ եղավ, ժողովուրդը չթողեց, նաև քաղաքական դասներ այդտեղ, եւ արդեն տեղեկություններ են տարածվում, որ դեկտեմբերի 28-ին կլինի հերթական փորձը, որը որ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը։ Ինչ սպասենք։ Ես ինչպես եմ կարծում, իրենք ինչ են անում հիմա։ Նաև նախորդ 5 շաբթի օրվա արածը իրենց ինչեր։ Փորձում են պուլսը զգալ, հասկանալ, թե ինչ աստիճանի պաշտպանություն կա։ Այսպես մի քանի անգամ փոքրիկ հարձակումներ կանեն մայրաթոռի վրա։ Մարդ հետախուզությամբ։ Մարդկանց զգոնությունը մի քիչ էլ կթուլացնենք, ասեն դե մի քանի հոգի են գալիս, այդպես որևէ լուրջ բան չկա, պաշտպանելու կարիք չկա, ու մի օր կփորձեն արդեն մեծ ուժերով առանց զգուշացնելու գրոհել մայրաթոռը։
Կարծում եմ, որ մենք պետք է անընդհատ ներկայություն ունենանք Մայրաթոռում։ Այս կիրակի պատարագի մասնակցենք Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Դա կլինի մեր հսկողությունը, որպեսզի թույլ չտանք որևէ ոտնձգություն ոչ Մայր տաճարի նկատմամբ, ոչ Վեհափառ Հայրապետի նկատմամբ, մեր սրբությունների նկատմամբ։ Ուղղակի խայտառակ պահվածքեր իրենց պահվածք։ Ես զարմանում եմ, մեր եպիսկոպոսները ոնց են կարողանում պարզ դեմքով դուրս գալ ինչ-որ մարդկանց աչքերի մեջ նայել։ Այն 10 եպիսկոպոսների մասին եմ ասում։ Տիրադավների մասին եմ ասում։ Իրենք մնում են եպիսկոպոս։ Չեն ամաչում արդյոք իրենք այդ իրավիճակից, երբ որ իրենց բերած խաժամուժը բարձրացել էր մեր հայրապետների, մեծ հայրապետների շիրիմների վրա։ Արդյոք իրենք ցավ չեն զգում դրանից։ Երևի չեն զգում, որ այսօր էլ դուրս են եկել Վեհափառ Հայրապետի դեմ, իրականում դուրս գալով Մայր եկեղեցու դեմ։ Դուք նշեցիք, որ ձեր ազատ արձակումը ժողովրդական փոքրիկ հաղթանակ էր։ Այո։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը ինչ պետք է անի, որպեսզի մնացած քաղաքական բանտարկյալներն էլ նույնպես ազատ արձակվեն։ Ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ձեր օրինակը շարունակական լինի։ Ես անկեղծ ասած մեծ քաղաքական վերլուծություններ չեմ կարող անել, իրենք ինչ կարող են անել, չեն կարող անել, ինչը օգուտ կտա, օգուտ չի տա։ Իմ դեպքում ինձ թվում է ոչ թե ընդդիմության, մեր հավաքական ընդդիմության ընդվզումներ, այլ լայն ժողովրդական մասաներ ընդվզեցին։ Նույնիսկ նեյտրալ մարդիկ արդեն նայելով դատավարության ընթացքը հասկանում էին, որ այստեղ անօրինություն է կատարվում։ Եվ լայն իմաստով ընդդիմությունը չարեց, դա ընդդիմությունն էլ նպաստեց, բայց պարզ մարդկանց ներկայություն, այո, հանրության ընդվզումն էր պատճառը, որ ինձ ազատ արձակեցին։ Եվ այդ նույն հանրությունը արդյոք անելիք չունի մնացածի հարցում։ Ունի։ Ուղղակի իմ պարագան երևի մի քիչ ուրիշ էր, կարող է սեռով պայմանավորված, կարող է, չգիտեմ, այլ պատճառ կար, իմ խոսքը դատարանում ինչ որ մեկի հուզեց եւ ոտքի կանգնեցին։ Ես կարծում եմ, որ լինելու է ընդվզում, չեմ կարող ասել որն է լինելու են վերջի կետը, որ մեր ժողովուրդը ընդվզի, բայց լինելու է այդ ընդվզումը։ Ես մթնոլորտ ասում եմ, փոխված է մեր երկրում։ Ես գրեթե 6 ամիս առաջ եմ ձերբակալվել, արդեն համարյա 2 օր է մնացել 6 ամիսը լռանալուն։ Դուրս գալուց հետո զգում եմ, որ պրկված վիճակ է, ու այդ ընդվզումը լինելու է, պարտադիր լինելու է, եւ ժողովրդական պայքարը միշտ կարող է տալ օգուտ։ Բոլորի դեպքում, բոլոր կալանավորների դեպքում, եթե եղավ ժողովրդական ընդվզում, եթե կարողացավ օրինակ մեր ընդդիմությունը այնպես կոնսոլիդացնել մեր հանրությանը, որ ընդվզում լինի օրինակ, չգիտեմ, Միքայել Սրբազանի համար, հաստատ հնարավոր կլինի նույնիսկ դատապարտված Միքայել Սրբազանին ազատ արձակել։ Իմ դեպքը դրա վառ օրինակն է։ Ես հիմա պիտի լինեի կալանքի մեջ, ինձ 3 ամսով կալանք էին նշանակել։ Ես մինչև փետրվարի 25-ը պիտի լինեի կալանքի մեջ, բայց մի շաբաթ հետո հանկարծակի որոշում փոխվեց։ Շատ վտանգավոր ահաբեկիչը դարձավ ոչ վտանգավոր։ Այսինքն ժողովրդական ընդվզումը միշտ տալու է արդյունք։ Եթե կարողանան այնպես կազմակերպել, կոնսոլիդացնել այդ ամեն ինչը, որ մեծ քանակությամբ մարդիկ դուրս գան փողոց կամ, չգիտեմ, սոցցանցերում ամենտեղ իրենց դիրքորոշումը հայտնեն, հաստատ արդյունք լինելու է։ Բռնաճնշումներին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գործող վարչախումբը շարունակում է զիջումները արտաքին քաղաքական ասպեկտում, թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այդ զիջումները հստակորեն երևացին դեռևս 2024 թվականի Կիրանցի հայտնի դեպքերի ժամանակ, որի շրջանակներում գյուղեր հանձնվեցին եւ շարունակաբար խոսք է գնում, որ 2026 թվականին շարունակվելու է այդ այսպես ասած սահմանազատումը եւ հայկական կողմը նոր զիջումներ է իրականացնելու արդեն ոչ միայն Տավուշի հատվածում, այլ Վայոց ձորում եւ այլ հատվածներում։
Նախ կխնդրեի ներկայացնեիք եւս մեկ անգամ մեր հանրությանը, թե Կիրանցում ինչ տեղի ունեցավ, որը որ նաեւ սրբազան պայքարի սկզբնավորումն էր եւ մնացյալ զիջումները, որոնք որ պլանավորվում են, ինչ հետևանքներ կունենան մեր համար։ Տեսեք, մենք մեզ համար փոքր բնակչության պետություն ունեցող երկրի համար, երբ որ քո սահմանը այսպես է գնում, երբ որ մենք Արցախ ունենք, սահմանը այսպես գալիս էր Հայաստանի սահմանը, այսպես Արցախով գնում։ Ուղիղ սահմանը պահելը միշտ հեշտ է։ Հիմա երբ որ իրենք ուզում են տարածքներ հանձնեն, մեր սահմանը դառնում է այսպես։ Ինչպես են կարողանալու իրանք այդ բոլոր տեղերում սահմանապահներ նշանակել։ Արդյոք մենք ունենք այդքան ռեսուրս։ Պլյուս դրան այդ տարածքների մի մասը փոխանակվել են ժամանակին։ Նույն ոսկեպարի տարածքը, որ էլի խնդրահարույց տարածք են իրենք համարում, հիմա 70-ական թվականների քարտեզներով ուզում են որոշ բաներ հանձնել 70-ականների քարտեզներով, այդտեղ խառը վիճակ է, այո, այդ անկլավային հատվածն է։ 80-ականների սկզբին Վլադիմիր Մարտիրոսյանի ադրբեջանցիների կողմից առևանգման դեպքից հետո այդտեղ սահմանազատում կատարվել է։ Հիմա եթե իրենք 70-ականների քարտեզով են անելու, 80-ականների սկզբի այդ քարտեզագրումը անիմաստ է ուրեմն եղել։ Բայց այդ մարդուն պետական գործչին գերի են վերցրել ադրբեջանցիները, տարել են Բաքվում պահել են, կացինը դրել են վզին, ասել են ստորագրի այդ տարածքները տուր մեզ, մարդը չի ստորագրել, ասենք զոհաբերություն է կատարել այդ մարդը, չի ստորագրել, մի կերպ Մոսկվա հայտնելով կարողացել են այդ մարդուն հետ բերեն ու հասնեն նրան, որ այդ հատվածում Հայաստան-Ադրբեջան խորհրդային միության պայմաններում դա։ Այդ հատվածում Հայաստանի ԽՍՀ ու Ադրբեջանի ԽՍՀ սահմանը որոշակիացվի։ Հիմա այդ տարածքում դնելու են իրանք նորից սահմանազատում անեն։ Մեր պետության համար դա շատ խնդրահարույց թեմա է, որովհետև մենք այդ տիպի սահման չենք կարողանալու պահենք։ Բերդ համայնքը, հիմա գյուղերը եթե տվեցին այդ արանքում գտնվող Իջևան Բերդ հատվածի, ինքը լրիվ սենց Արցախին նման ինչ որ բան է դառնում, անկլավ է դառնում մնացած Ադրբեջանով շրջապատված։ Ասենք ոնց եք դուք պատկերացնում այդ տարածքը ոնց է գոյատևելու, քիչ-քիչ էլ ենք հանձնելու Ադրբեջանին։ Հիմա այսօր իրանք ամեն ինչ անում են Թուրքիան ու Ադրբեջանը, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Հանկարծ Նիկոլ Փաշինյանի աթոռը չսասանվի, որովհետև իրենց բոլոր ցանկությունները կատարում է։ Տեսեք, Կիրանցի պարագայում, հա, ռեժիմը շարունակաբար քարոզչական բոլոր գործիքները օգտագործելով փորձ է անում ցույց տալ, որ Կիրանցում այդ զիջումներից հետո կյանքը շարունակվում է եւ ինչ վիճակ է հիմա այնտեղ։ Ես անկեղծ ասած չեմ կարողանում շատ գնալ Կիրանց, որովհետեւ սիրտս ցավում է։ Ժամանակին ես շաբաթը 1 օր այդ ճանապարհով կամրջի վրայով գնում էի նոյեմբերյան դասի հետ էի գալիս։ Հիմա իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ ինչ վիճակ է։ Մարդիկ իրենց հողատարածքներն են կորցրել, արոտավայրներն են կորցրել։ Սահմանապահների իրականացրած ծառայությունը խայտառակ վիճակ է։ Անցյալ տարի սեպտեմբերի 1-ին գնացինք Կիրանց, մի դեպք պատմեցին, որը շատ չենք պատմել այստեղ այնտեղ, բայց այսօր պատմեմ էլի։ Մի մարդու կովեր, 8 կով մեր սահմանապահների մոտով անցնում են Ադրբեջանի սահման։ Այն տարածք, որը նախկինում մերն է եղել, հիմա մերը չի։ Այս հովիվը գնում է Ադրբեջանի տարածք, հիմիկվա այդ սահմանազատած տարածքը։ Կովերին վերցրած այդ 8 կովերին հետ է գալիս, մեր սահմանապահներն ասում են, ես որտեղից ես գալիս։ Ասում եմ, բա որ ես 8 կովի հետ անցել եմ այն կողմ, հետ եմ եկել, դուք ինչ չեք նկատում։ Բա եթե հիմա նրանց հետախուզությունը մտնի կամ ինչ որ գործողություն որոշեն կատարեն, դուք ո՞նց եք ասենք մեր պաշտպանությունը իրականացնելու։ Չգիտեմ, շատ վատ վիճակ է։ Մի քանի ընտանիքներ հրաժարվել են իրենց տարածքների դիմաց փոխհատուցում ստանալուց, շատ ճիշտ են արել, ապրեն իրանք։ Որովհետև այդ թուրքի տված փողերը իրենց պետք չեն, իրենց պետք է իրենց հայրենիքը, իրենց տարածքը, իրենց հայրերի արյունով ազատագրած տարածքը։
Լավ չի վիճակը։ Գյուղը բաժանված է մի քանի մասի։ Ժամանակին իրենք բոլորով մի գաղափարի շուրջ միավորված էին։ Իրենք բոլորը սահմանապահ էին։ Պատվով կրում էին այդ Հայաստանի սահմանը պահողի անունը, հա։ Նույնիսկ չծնված երեխան այդ գյուղի սահմանապահ էր։ Հիմա բաժանվել են երկու մասի, այն մեկը նրանց ասում է դուք դավաճան եք, գնացիք փող վերցրիք ձեր տան դիմաց, այն մեկը այն մյուսին ասում է դուք հիմար եք, որ չեք վերցրել, մեկը վերցնելու էին այդ հողերը ձեր ձեռքից ու վերցրեցին։ Թշնամանք է մտել, այս իշխանությունը կամ մենակ է տանի, թշնամասնի մարդկանց իրար հետ, այո։ Եվ ըստ էության նույնը սպասելու է նաև մնացած հատվածներում, որտեղ որ կկատարվեն զիջումներ։ Այո, բնականաբար այդպես է լինելու, ու պլյուս դրան հիմա Կիրանցում այսօր իրավիճակը համեմատաբար խաղաղ է, կրակոցներ չեն հնչում, բայց երբ որ այդ ամբողջ տարածքները տվեցին Ադրբեջանին, չենք կարող վստահ լինել, որ այդպես է լինելու։ Երբ որ լավ դիրքեր ունեցան, իրանք ինչու չեն ուզելու մի պատառել վերցնել Հայաստանից կամ ամբողջ Հայաստանը վերցնել կամ Սյունիքը պոկել վերցնել մեզնից։ Մենք գիտենք իրենք ովքեր են, եթե տալիս են առանց կրակոցի։ Այո, Բերդում, երբ որ Խորհրդային Միության ժամանակ Բերդի տարածաշրջանում Շամշադինում ադրբեջանցիներ չեն բնակեցվել, այդ միակ տարածաշրջանն է մեզ մոտ Տավուշում, որտեղ ադրբեջանական գյուղեր չկան։ 70-ական թվականների վերջին ադրբեջանական ԽՍՀ-ի ինչ-որ կոլխոզ տնտեսություն դիմում է, ասում է հայկական տարածքում ուզում եմ շենք կառուցեմ։ Այս ժողովուրդը իմունիտետ ունեցող ժողովուրդ են, էլի։ Ասում են, չէ, չենք տալիս մեր տարածքից հետ։ Ասում են, դե մի պետություն ենք, ինչի չեն տալիս, բան։ Դիմում են գրում Մոսկվա, որ այդ տարածքը հատկացնեն իրենց, դե բնականաբար շրջակա տարածքով Հայաստանի տարածքից, որպեսզի իրենք այդտեղ կառուցեն կոլխոզի համար շենք։ Կանչում են իրենց այդ տարածաշրջանի ղեկավարին Մոսկվա, որպեսզի ասեն նույն պետությունն ենք, ինչու չեք տարածք տալիս, այս մարդը գնալուց առաջ ասում է, մինչև ես հասնեմ Մոսկվա, այդտեղ պետք է շենք լինի։ Մի գիշերվա մեջ առանց հիմքի շենք են սարքում մի հատ այդտեղ, գնում է ասում են, ինչու չեք տալիս մեր եղբայր Ադրբեջանին այդ տարածքը, այս մարդը ասում է, դե մենք այդտեղ արդեն շենք ունենք սարքած, չենք կարա տանք, ու իրոք շենք են կառուցած լինում, ու տարածքը չեն տալիս։ Այն ժամանակվանից, Խորհրդային Միության ժամանակվանից, այդ մարդիկ անընդհատ մեզնից պոկել մարդիկ չէ, Ադրբեջանը, անընդհատ պոկել է մեզնից տարածք, իրենք քանի որ հայրենիք չունեցող ժողովուրդ են, հողի արժեքը լավ հասկանում են, իրենց պետքա տարածք, որտեղ իրենց արմատները կարողանան գցել։ Տենց քիչ վերցրել են, Արցվաշենը ոնց է դարձել անկլավ։ Այդ արանքի անտառները, Դիլիջանի ու Արցվաշենի արանքի, քիչ վերցրել են իրենց, Արցվաշենը մնացել է անկլավ, ինչի պիտի Արցվաշենը անկլավ լիներ, կամ մեր այդ գյուղերը, որ ուզում են տան Ադրբեջանին, ոնց են դարձել այդ գյուղերը անկլավներ Հայաստանի տարածքում։ Այսինքն իրենք անընդհատ ուզենալու են պոկեն, իրենց պետք է այդ մեծ թուրանը կառուցել, այդ բոլորի համար է պարզ, ես քաղաքագետ չլինելով այդքանը հասկանում եմ, այսինքն իրենք հիմա մի քանի տարի խաղաղ կսպասեն, հետո ամբողջությամբ կվերցնեն, ինչ խնդիր։ Որն է ելքը։ Ելքը Նիկոլ Փաշինյանին ցերացումը, ուրիշ ելք չունենք։ Եվ ազգային իշխանության ստեղծումը, երկրորդ Նիկոլ Փաշինյան չբերենք էլի գլխներիս։ Մեզ պետք է ազգային, հայկական, հայամետ իշխանություն ստեղծենք, որը հավատարիմ կլինի մեր արժեքներին եւ կկարողանա ստեղծել այն երկիրը, որի մասին ինձ թվում է բոլորս երազում ենք։ Դա նույնիսկ ազատագրություն կլինի այն մարդկանց համար, ովքեր որ այսօր ստիպված կատարում են Նիկոլ Փաշինյանի հրամանները, կլինի այն ոստիկանությունը, որը ձերբակալում է, կլինի քննչական ծառայությունը, կլինի դատախազությունը, կլինեն այն դատավորները, որոնք որոշումներ են կայացնում Նիկոլ Փաշինյանի օգտին, բոլորը կազատագրվեն։ Այդ է ելքը, ուրիշ ելք չկա։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Իմ հյուրն էր Սրբազան պայքարի առաջամարտիկ, քաղաքբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Անտիֆեկ YouTube-յան ալիքին, կհանդիպենք։